Սիրելի բարեկամներ, հարազատներ, սրտան շնորհավորում եմ մեր ընտանիքի կողմից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան կապակցությամբ եւ ասում եմ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ ծնունդը, օրհնյալ լինի մեր Տիրոջ հայտնությունը, օրհնյալ լինեն նրանք, որոնք հավատում են նրա ծննդյանը, նրա հարությանը եւ նրա կյանքին եւ նրան դավանում են որպես Տեր եւ Փրկիչ։ Ինչ հրաշալի օր է այս օրը, ծննդյան օր։ Ես չգիտեմ, դուք սիրում եք ինչ-որ մեկի ծնունդ գնալ կամ նշել ձեր ծնունդը, ես ավելի շատ սիրում եմ գնալ ինչ-որ մեկի ծննդյան օրը շնորհավորել, նվեր տալ, ուրախացնել մեկին իր ծննդյան օրը։ Գուցե դուք սիրում եք ձեր ծննդյան օրը նշել եւ շատ հյուրեր ընդունել, բայց այսօր մի անձնավորության ծննդյան օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում հարյուրավոր, միլիոնավոր հավատացյալների կողմից, որովհետև այսօրը աշխարհի ամենակարևոր ծնունդն է, եւ մենք էլ միանում ենք ձեզ հետ միասին պաշտելու մեր Տիրոջը եւ նշելու այս կարևոր իրադարձությունը, որը ոչ միայն համաշխարհային իրադարձություն է, որը ոչ միայն պատմական իրադարձություն է, այլ նաև խիստ անձնական իրադարձություն է, որովհետև Քրիստոսի ծնունդով ոչ միայն շրջվեց մարդկության պատմությունը, այլև մեր անձնական պատմությունը բաժանվեց երկու հատվածի՝ նախքան Քրիստոսը եւ Քրիստոսից հետոն։ Օրհնյալ է մեր Աստված, որ բերեց այս ժամանակաշրջանը մեր կյանքի մեջ եւ նրա ծնունդն ու հայտնությունը մեր կյանքը հեղաշրջեց։ Այսօր կարճ ուզում եմ ձեզ շնորհավորել հետևյալ ուղերձով։ Սուրբ ծննդյան գլխավոր ուղերձներից մեկը սա էր, քույրեր եղբայրներ՝ մի վախեցիր։ 3 անձնավորությունների կտեսնենք, որոնց ուղարկվեց այս պատգամը, եւ իհարկե 4-րդը մենք ենք լինելու։ Առաջինը մի վախեցիրը Սուրբ ծննդյան հետ կապված, որ ասվեց, մենք տեսնում ենք ասվեց Մարիամին, երբ որ հրեշտակը հայտնվեց նրան, երբ որ նրան հայտնեց բարի լուրը, Մարիամ այդ բարի լուրից շփոթվեց, ինչպես շատերս կարող ենք շփոթվել մեր հոգևոր ընթացքի մեջ։ Դա նորմալ է, որովհետև բնական մարդու համար Աստծո գերբնական հայտնությունները շփոթեցնող են։ Դրա համար հրեշտակի ուղերձը հետևյալն էր։ Ղուկաս ավետարանի մեջ ուրեմն առաջին գլխի 30 խոսքում գրված է. Եվ հրեշտակը ասաց նրան. մի վախեցիր Մարիամ, որովհետև Աստծուց շնորհք գտար։ Քույրեր եղբայրներ, այսօր մենք էլ գուցե Մարիամի նման շփոթված ենք։ Մարիամը շփոթված էր, որովհետև ինքը չգիտեր ինչ սպասեր, ինչ ակնկալել։ Նա մի փորձառություն էր ունենալու, որը նոր էր ոչ միայն նրա համար, այլև ամբողջ մարդկության համար։ Ինչպես կարող էր կույսը հղանալ առանց տղամարդու հետ լինելու։ Սա շփոթեցնող էր, սա նաև վախեցնող էր, որովհետև Մարիամը վախենում էր մարդկանց կարծիքներից, վախենում էր, որ Հովսեփը իրեն կթողնի մենակ, վախենում էր, որ իրեն կարող են քարկոծել, մեղադրել, մեղքի մեջ, դավաճանության մեջ։ Մեր կյանքում էլ երբեմն լինում է այդպես, երբ որ Աստծո խոստումը գալիս է մեզ, կարծես այդ խոստման ուղեկցում են նաև վախերը։ Մեր միտքը ընկնում է վախերի մեջ, մենք սկսում ենք մտածել, տագնապել, հուզվել, շփոթվել, ինչպես դա կլինի, ինչպես Մարիամն ասեց, բայց դա ինչպես կլինի։ Բայց հրեշտակի պատասխանը հետևյալն էր. մի վախեցիր, որովհետև դու Աստծուց շնորհք գտար։ Դուք որ հիմա նայում եք, ուզում եմ ամեն մեկիդ աչքերի մեջ հատ առ հատ նայել եւ հետևյալն ասել. մի վախեցիր, որովհետև դու Աստծուց շնորհք ես գտել։ Ահա պատճառը ինչու չպետք է վախենանք։ Աստծո շնորհքը մեզ ազատում է վախերից, Աստծո շնորհքը մեզ ազատում է մտավախություններից եւ մտատանջանքներից։ Հետևաբար, եթե քո կյանքի մեջ շատ անորոշություններ կան, նոր փորձառություններ կան եւ վախեր կան եւ հույզեր կան, Աստծո պատգամը ուղղված է քեզ հետևյալ կերպով. մի վախեցիր, Աստծուց շնորհք ես գտել։ Փառք Տիրոջը այդ շնորհքի համար։ Երկրորդ անձնավորությունը, ում հրեշտակը փոխանցեց Սուրբ ծննդյան պատգամը մի վախեցիրի տեսքով, Հովսեփն էր։
Եվ Մատթեոս ավետարան առաջին գլխի մեջ 20-րդ խոսքում ենք տեսնում այս պատմությունը։ Հովսեփն էլ շփոթված էր, Սուրբ Ծննդյան լուրը նրան էլ շփոթեցրել էր, վախ կար հասարակական կարծիքի, վախ կար, որ ինչ կմտածեն մարդիկ իր մասին, վերջ-վերջով վախ կար, որ իր ընտանիքը կարող էր քանդվել, կարող էր փլուզվել դրա պատճառով, ամոթի, խայտառակության, ապագայի հանդեպ վախն էր։ Բայց տեսեք հրեշտակը Մատթեոս ավետարան առաջին գլխի 20-րդ խոսքում ասում է. «Եվ մինչդեռ նա մտածում էր, Հովսեփը մտածում էր, Հովսեփը իր մտատանջությունների մեջ էր, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևաց նրան եւ ասաց. Հովսեփ Դավթի որդի, մի վախեցիր»։ Հովսեփը մտատանջությունների մեջ էր եւ Հովսեփը քնեց եւ երազ տեսավ։ Մենք էլ մեր մտքերի հետ տանջվում ենք։ Հովսեփը մենակ էր իր վախերի հետ։ Երբեմն մենք էլ կարող ենք մենակ մնալ մեր վախերի հետ։ Մենք էլ կարող ենք շփոթվել, մեզ կորցնել վախերի պատճառով, բայց փառք Աստծո հրեշտակային միջամտությունների համար, փառք Աստծո, որ հրեշտակները Աստծո պատգամաբերներն են եւ նրանց պատգամը բարի լուր է։ Եվ ահա հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին եւ ասաց. Հովսեփ Դավթի որդի, մի վախեցիր։ Այսօր այդ նույն հրեշտակը ասում է ինձ եւ քեզ նույն խոսքերը, մի վախեցիր։ Այսօր Սուրբ Ծննդյան գերագույն պատգամը ինձ եւ քեզ հետեւյալն է՝ մի վախեցիր։ Հիսուսի ծնունդը հենց այդ մասին է մեզ ավետում՝ մի վախեցիր։ Եթե անկեղծ լինենք, ապա կտեսնենք, որ աշխարհը այսօր վախի մեջ է։ Մարդիկ նոր տարին դիմավորում են որքան ուրախությամբ, այդքան նաև վախով, շփոթվածությամբ, նրանք չգիտեն էլ ինչ սպասեն։ 19 թվականի վերջին եւ 20 թվականի սկզբին մենք էլ ուրախությամբ դիմավորեցինք նոր տարին, բայց չէինք իմանում, թե 20 թվականին ինչ արհավիրքներ պիտի գային, բայց դարձյալ Աստված ամեն դժվարությունների մեջ ասում է՝ մի վախեցիր։ Եվ եթե ուշադիր լինեք, Աստված վերացական բաներ չէր ասում, հրեշտակը վերացական բան չասեց, նա չասեց մի վախեցիր, հուսով եմ լավ կլինի, մի օր լավ կլինի, ոչ, շատ կոնկրետ էր հրեշտակի պատգամը։ Մի վախեցիր, որովհետև Աստված ծրագիր ունի քեզ համար։ Մի վախեցիր, որովհետև Աստծո որդի Հիսուս Քրիստոսը հայտնվեց մարդկությանը եւ հայտնվեց քեզ փրկելու համար։ Մի վախեցիր, որովհետև քո վախերի մեջ դու մենակ չես, Աստծո որդի Հիսուս Քրիստոսը քեզ հետ է քեզ փրկելու համար։ Մի վախեցիր գնալ հիվանդանոց, մի վախեցիր մոտենալ այդ բժիշկին, մի վախեցիր իմանալու քո իրավիճակի մասին, մի վախեցիր առերեսվելու քո դժվարությունների հետ, որովհետև դու այլևս մենակ չես։ Աստծո հրեշտակը քեզ հետ է, Աստծո Սուրբ Հոգին քեզ հովանի է։ Երրորդ անձնավորությունները, որ տեսնում ենք Սուրբ գրքում, որոնց հրեշտակներն ասացին՝ մի վախեցեք, դրանք հովիվներն էին, որոնք դաշտում իրենց գառներն էին արածեցնում։ Եվ մենք տեսնում ենք, որ հայտնվեցին հրեշտակները եւ ավետեցին հովիվներին, նրանք էլ շփոթվել էին, խառնվել էին, որովհետև իրենց կյանքում երբեք նման փորձառություն չէին ունեցել, եւ հրեշտակն ասաց՝ մի վախեցեք, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ ծնվեց։ Ինչու չվախենալ, որովհետև մեզ համար ով է ծնվել, փրկիչ մեզ համար, փրկիչ ինձ համար։ Նա ծնվել է, որպեսզի ինձ փրկի։ Մարդու ամենամեծ վախը դա վերջ-վերջո մահվան վախն է։ Իսկ նրա անունը դրվեց Հիսուս, որ նշանակում է փրկիչ, որ պիտի փրկի մեզ մեղքից եւ մահից։ Կարող ենք ասել փառք Հիսուսին, որ նա հայտնվեց մեր կյանքում, որպեսզի մեզ փրկի։ Եվ այս մի վախեցիրը պարզապես դատարկ խոստում չէ, դատարկ դրական մի հռչակում չէ։ Սա ճշմարիտ մի խոստում է, որի հետևում Աստված է կանգնած։ Եվ Աստված այսօր նայում է ուղիղ քեզ եւ նույն բանն է ասում՝ մի վախեցիր, որովհետեւ դու փրկիչ ունես, որ պիտի ազատի քեզ քո մեղքերից, մահից եւ քո բոլոր վախերից։
Եթե մենք նայենք մեր կյանքին, ապա կտեսնենք, որ որքան վախերից է Տերը մեզ ազատել։ Եթե դու վախեր ունես, դա չի նշանակում, որ թերացել ես ինչ-որ մի հարցում, չի նշանակում, որ Աստված քեզ չի սիրում։ Կատարյալ սերը հեռացնում է բոլոր վախերը։ Եթե թույլ տաս, Աստծո սերը քո սրտից կհեռացնի այդ վախը, եւ դու ազատ կարձակվես։ Հենց Հիսուսի ծննդյան լուրն էլ դա է։ Ուրեմն մի վախեցիր։ Հետևաբար վախից ազատվելու համար մենք կարիք չունենք դիմել մարգային միջոցների, մենք կարիք ունենք դիմել նրան, ով իր ծնունդով ազատեց մեզ բոլոր վախերից։ Մի իրական պատմությամբ եմ ուզում ավարտել։ 1948 թվականն էր, Բերլինը ամբողջությամբ ավերակ, հիմնահատակ քանդված մի քաղաք էր եւ բաժանված երկու մասի՝ արևելյան եւ արևմտյան, եւ պատմությունից մենք գիտենք, որ արևելյան Բերլինը սովետական միության հսկողության տակ էր գտնվում, արևմտյան Բերլինը ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի հսկողության տակ եւ արևելյանում, որտեղ սովետական զորքերն էին, սով էր տիրում։ Եվ սովետական բանակը սովորաբար հոգ չէր տանում Գերմանիայի որբերի մասին։ Եվ հետևաբար այդ երեխաները, որ ոչ դպրոց ունեին, ոչ էլ ծնողներ ունեին, թափառում էին փողոցներում եւ սիրում էին գնալ արևելյան եւ արևմտյան Գերմանիայի այդ պատի մոտ կանգնել եւ տեսնել, թե ինչպես են ամերիկացի օդաչուները թռիչքներ անում։ Այդ օդակայանը գտնվում էր հենց սահմանի վրա։ Եվ ահա նրանք կանգնած փշալարերի հետևից դիտում էին ամերիկացիներին եւ ամերիկացի մի օդաչու, որ նկատեց այդ որբերին, որ կանգնած են սոված, մերկ, շատ խոցելի վիճակում, որոշեց մի բան անի նրանց համար։ Ամեն թռիչքից առաջ նրանց կոնֆետներ էր բաժանում։ Դա ուրախացնում էր երեխաներին։ Նրանք ամեն օր գալիս էին այդտեղ, որպեսզի կոնֆետներին արժանանային։ Եվ ահա ամերիկացի օդաչուն որոշեց մի հետաքրքիր գործողություն անել։ Այս պատմությունը հայտնի է որպես քենդի ռմբակոծիչ, այսինքն կոնֆետների ռմբակոծիչ։ Այն օդանավը, որ պետք է ռումբեր գցեր Բերլինի վրա, հանկարծ այդ օդանավից կոնֆետներ էին թափվում։ Եվ օդաչուն որոշեց, նրա անունն էր Գեյլ Հալվորսեն, այսինքն սա պատմական մի դեպք է, եւ նա որոշեց, որ իր օդանավի մեջ, իր ռմբակոծիչի մեջ պետք է լցնի այն կոնֆետներով, քաղցրավենիքներով եւ ցածր բարձրությունից կոնֆետներ թափի արևելյան Բերլինի վրա։ Եվ երեխաները, բոլոր որբերը սկսեցին հավաքվել այնտեղ եւ նրանք, որ վախի մեջ էին, որ երբ որ տեսնում էին այդ օդանավներին, նրանք պատասպարվում էին, նրանք վախենում էին, որովհետեւ այդ օդանավները կործանել էին իրենց քաղաքը, ավերակներ էին արել, իրենց ծնողներն էին զոհվել ռմբակոծություններից եւ հանկարծ այդ օդանավերից ռումբերի փոխարեն կոնֆետներ էին թափվում, քաղցրավենիքներ էին թափվում։ Եվ երբ որ Միացյալ Նահանգներում որոշ եկեղեցիներ իմացան այդ մասին, թերթերը գրեցին եւ հետեւաբար Միացյալ Նահանգներում սկսեցին հանգանակություն հավաքել այս գործողության համար եւ արդյունքում 23 տոննա կոնֆետ ռմբակոծիչներից թափվեց արևելյան Բերլինի որբերի գլխին եւ նրանց ուրախությունը պետք է տեսնեիք դուք։ Այն ռմբակոծիչները, որոնք մահ պետք է սփռեին, քաղցրություն սփռեցին։ Եվ ամեն անգամ ասվում է, որ Բերլինի երեխաները այլևս վախով չէին նայում վերև։ Նրանք իրենց հայացքները բարձրացնում էին ակնկալիքով ու սպասումով, որ վերևից քաղցրավենիքներ պետք է թափվեն իրենց վրա։ Մի վախեցիրը հենց այս մասին է։ Նախքան Քրիստոսը մեղավոր մարդը վախենում էր երկինք նայել, վախենում էր Աստծուն նայել, որովհետև մեղքն ու մահը մեզ բաժանեցին Աստծուց, ըմբոստությունը մեզ բաժանեց Աստծուց եւ պատ կառուցվեց մեր եւ Աստծո միջև։ Բայց Քրիստոսը, օրհնյալ լինի նրա անունը, նա ոչ թե Աստծո բարկությունն ու ցասումը թափեց մեզ վրա, այլ իր վրա վերցրեց Աստծո բարկությունը, խմեց այդ դառնության բաժակից, որպեսզի մեզ տա Աստծո քաղցրությունը։ Հետևաբար Սուրբ Ծննդյան պատգամը մի վախեցիր են սա է նշանակում, որ եթե մենք նայենք վերև, այլևս վախով չենք նայելու, այլ ակնկալիքով, որ Աստված մեզ պիտի ժպտա, երկինքը մեզ ժպտաց, արեգակը մեզ ժպտաց, մի վախեցիր։ Աստված
ժպտում է քեզ, Աստված ծրագիր ունի քեզ համար, եւ այդ ծրագիրը Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հայտնությունն է քո կյանքի մեջ եւ քո սրտի մեջ։ Հետևաբար այսօր ես աղոթում եմ, որ ազատագրության օր լինի բոլորիս համար, վախերից, հատկապես մտավախություններից, մտատանջություններից։ Անգամ գիտնականները, հոգեբանները, բժիշկներն են ապացուցել, որ մեր վախերի 80%-ից ավելին չի կատարվում, բայց փոխարենը տանջում է մեզ, սպառում է մեզ։ Հետևաբար չարժի մի բանի համար, որ չի էլ կատարվելու, ուղղակի մաշվել եւ սպառել մեզ։ Հետևաբար վստահենք Տիրոջը։ Գրված է, որ կատարյալ սերը հեռացնում է վախը։ Վստահենք Տիրոջը, հանձնենք մեր կյանքը Քրիստոսի ձեռքերի մեջ եւ թող նորից մեր ականջներում հնչի այս խոսքը, այս պատգամը եւ այս ուղերձը՝ մի վախեցիր։ Ես կուզենամ, որ ոչ միայն մենք լսենք սա, այլև ուրիշներին լսել տանք սա։ Ես կուզենամ, որ այսօր ոչ միայն հրեշտակները մեզ ասեն մի վախեցիր, այլ կուզենամ, որ ինքը դառնաս ինչ-որ մեկի համար հրեշտակ, նայես նրա աչքերի մեջ, ոչ թե ձևական, այլ իսկական ձևով ասես մի վախեցիր, որովհետև Տերը քեզ հետ է եւ ես քեզ հետ եմ։ Մի վախեցիր։ Շնորհավորում եմ բոլորիս սիրելիներ։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, ուրեմն մի վախեցիր։